Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղի է ունենում սիրված ու տաղանդավոր դերասան Խորեն Լևոնյանի հարսանեկան արարողությունը։ Արդեն համացանցում հայտնվել են հուզիչ կադրեր, թե ինչպես է Խորեն Լևոնյանի մայրը դիմավորում նորապսակներին, որդուն և նրա գեղեցկուհի Հարսին։ Այս տեսարանը լի է ջերմությամբ, անսահման սիրով ու հպարտությամբ։ Մոր հայացքում միախառնված էին կյանքի մի ամբողջ ճանապարհ, սերը, հավատը, հույսն ու մայրական անսահման օրհնանքը։ Ներկաները նույնիսկ չկարողացան զսպել հուզմունքը տեսնելով այս գեղեցիկ տեսարանը, դա պարզապես մի պահ չէր, դա սեր էր, մաքուր, անկեղծ, մի օրհնություն, որը յուրաքանչյուր նոր ընտանիք պետք է տանի իր հետ։ Դերասան Խորեն Լևոնյանն ամուսնացել է հարսնացուն դերասանուհի երգչուհի Էմմա Ազիզյանն է, ում հետ դերասանը վերջին շրջանում հաճախ է լինում հանրային վայրերում։ Համացանցում են հայտնվել եկեղեցում պսակադրությունից որոշ կադրեր։ Տեղեկացնենք, որ Էմմա Ազիզյանը երգել է նաև երգ երգոցում, որի կազմակերպիչը հենց Խորեն Լևոնյանն է։ Սա Խորեն Լևոնյանի առաջին ամուսնությունը չէ։ Դերասանն ամուսնացած է եղել Լիկա Մեսրոպյանի հետ։ Խորեն Լևոնյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 16-ին, հայ դերասան է և հաղորդաբար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Խորեն Աբրահամյանի թոռն է։ Խորեն Լևոնյանը սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում։ Մանուկ հասակում և աշակերտության տարիներին խաղացել է տարբեր ֆիլմերում։ 18 տարեկանում ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ դերասանական բաժին, որտեղ սովորել է 4 տարի։ Շարունակելով դերասանական գործունեությունը, նա ելույթ է ունենում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում։ Համալսարան ընդունվելու առաջին տարում սկսել է աշխատել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես կրկնօրինակող, ապա նաև երաժշտական նախագծերի և համերգների վարող։ 2010 թվականից վարում է երգ-երգոց երաժշտական հաղորդաշարը։ 2011-ից 2013 թվականներին եղել է Երևան կինոստուդիայի տնօրեն։ Մասնագիտությամբ դերասան Խորենը 2001-ից սկսել է ներկայանալ նաև իբրև հաղորդավար, բացի այդ զբաղվել է ֆիլմերի կրկնօրինակմամբ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, նրա պարգևների շարքում են նաև Հայակ 2013-ի հաղթանակը, երկրորդական դերի լավագույն դերասան անվանակարգում Մովսես Խորենացու մեդալը, Արտավազդ մրցանակը։ Խորեն Լևոնյանն ամուսնացել է 2 անգամ և սա նրա երրորդ փորձն է։ Առաջին կինը Պարուհի Մերի Հովհաննիսյանն էր, երկրորդը Լիկա Մեսրոպյանը։ Խորենն ունի 2 որդի։ 2011-ից 2013 թվականներին եղել է Երևան կինոստուդիայի տնօրեն։ Սպորտը Խորենի նախասիրությունն է, ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Հեռուստադիտողներին քաջածանոթ Խորենը նաև թատրոնի դերասան է։ Ավելին, նրա խոսքերով, դերասանի վերջին հանգրվանն է թատրոնը։ Ասում են, տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Խորենը ցուցաբերեց նաև իր երաժշտական տաղանդն ու երգելու կարողությունը երգ-երգոց ծրագրի շրջանակներում։ Կան արտիստներ, որոնց ֆիլմերում, հաղորդումներում բեմի վրա տեսնելիս հասկանում ես, որ նրանց դեռ պետք է բացահայտել, որ նրանց հնարավորությունների սահմանն այդքանով չի վերջանում։ Դերասան, երգիչ, հաղորդավար Խորեն Լևոնյանը թվում է, թե հաճախ է երևում ֆիլմերում և բեմերում, այնինչ թե թատրոնում, թե կինոյում կարծում եմ կան դերեր, որ պետք է ավելի լիարժեք բացահայտեն դերասանի հնարավորությունները։ Հիմա սակայն իր ապրումներն ու մտահոգությունները դերասանը փորձում է ներկայացնել երգերով։ Վերջերս թատերական ներկայացումներում հանդես չեք գալիս, ավելի շուտ հեռուստատեսությունում եք կամ սերիալներում եք նկարահանվում, չեք ուզում թատրոն վերադառնալ։ Մեդիամաքսի հարցերին պատասխանել է սիրված դերասանը։ Սունդուկյանի թատրոնում էի աշխատում, հետո ժամանակի սղության պատճառով դուրս եկա, իսկ սերիալներում արդեն 2 տարի է չեմ նկարահանվել։ Դեռ հետաքրքիր առաջարկներ չկան։ 2020 թվականից հետո ինձ համար շատ բան է փոխվել։ Հիմա ինչով էլ որ զբաղվեմ, ուզում եմ նվիրված լինի մեր պայքարին, այն խնդիրներին, որ մեր երկրում առկա են։ Ուզում եմ այդ ուղղությամբ շարունակել։ Մնացած բաներն այս պահին ինձ խորթ են թվում, չեմ կարողանում ուրիշ բանի վրա կենտրոնանալ։
Այնուամենայնիվ թատրոն վերադառնալու մասին մտածում եք և կա տեղ, որ կուզեիք խաղալ։ Նախ թատրոնները պետք է պետական պատշաճ հովանավորություն ստանան, ամոթ է, երբ ամենացածր աշխատավարձը ստանում են դերասանները։ Դերասաններն էլ երեխաներ ունեն, որոնց կարիքները պետք է հոգան, այնինչ ստանում են 90-ից 120 հազար դրամ աշխատավարձ, ցանկացած ֆուտբոլային ակումբի պահեստային խաղացող 4 անգամ ավելի շատ է ստանում։ Բավականին շատ դերեր կան, որ կուզեի խաղալ թատրոնում, եթե Աստված հաջողի և ֆինանսական ներդրում կամ հովանավորություն լինի, այդ դեպքում կփորձեմ մի քանի բան անել թատրոնում, բայց այս պահին չեմ կարող ոչինչ հստակ ասել, որովհետև հիմա իմ մտքում ուրիշ բան է, ես նպատակ եմ դրել իմ առաջ և ուրիշ բան աչքիս չի գալիս։ 2020 թվականն ընդառնալի փոխեց բոլորիս, դուք ինչպես անցկացրիք այդ տարին։ Տարվա առաջին կեսը նորմալ, երկրորդ մասից հետո բոլորիս կյանքը փոխվեց։ Ես նման վատ տարի չեմ ապրել, փորձել եմ չհանրայնացնել, չբարձրաձայնել այն, ինչ իմ ուժերի ներածին չափով արել եմ այդ ընթացքում։ Մենք անցանք այդ ամենի միջով և հիմա ժամանակն է, որ դասեր քաղենք և հասկանանք մենք ինչ ենք ուզում, ինչ սերունդ ենք ուզում դաստիարակել, ինչպես մարդկանց փոփենք, պետք է շարունակել ապրել, բայց ո՞նց ապրել, ինչ ուղղություն բռնել, ուր գնալ, սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պետք է գտնենք։